Լուրերկոմի տեղեկությունների համաձայն իրավապահներին չի հաջողվել ձերբակալել գործարար Սամվել Կարապետյանին։ Նշենք, որ այս պահին հարյուրավոր քաղաքացիներ ի աջակցություն Սամվել Կարապետյանի գնում են գործարարի տան մոտ։ Նաև նշենք, որ իրավապահները Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող տան մոտ են, փորձել են մուտք գործել գործողություններ իրականացնելու համար։ Ավելին, քիչ առաջ գործարարի եղբայրը Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրենց ընտանիքը բազմիցս է թիրախավորվել, սակայն ոտքի վրա կանգնած են։ Ուկրաինայի զինված ուժերն առավոտյան հարվածել են Դոնեցկի այն շրջանին, որտեղ գտնվում են միայն քաղաքացիական օբյեկտներ եւ խաղաղ բնակիչներ։ Դոնեցկի ժողովրդավարական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինիի խոսքով վիրավորվել է 14 մարդ։ Նա մանրամասնել է, որ հարվածը հասցվել է ամերիկյան HIMARS հեռահար հրթիռներով։ Կերչի բնակիչ է ձերբակալվել Կիևին Ռուսաստանի Դաշնության զուի օբյեկտների տվյալները փոխանցելու համար։ Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինիի խոսքով կան նախնական տեղեկություններ զոհվածների մասին, նրանց թիվը ճշտվում է։ Ռուսաստանը Իրանին եւ Իսրայելին կոչ է անում առավելագույն զսպվածություն եւ հակամարտության դիվանագիտական կարգավորում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Լենտան։ Մենք տվյալ դեպքում կողմերին առավելագույն զսպվածության կոչ ենք անում, որպեսզի հետագայում այսպես թե այնպես անցնեն կարգավորման խաղաղ քաղաքական դիվանագիտական ուղու, նշել է Պեսկովը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ մերձավոր արևելքում իրավիճակը մնում է տագնապալի եւ ընթանում է հետագա էսկալացիան սրելու ճանապարհով։ Նրա խոսքով տարածաշրջանում պահպանվում է իրադարձությունների զարգացման անկանխատեսելիության բարձր մակարդակը։ Եթե Իրանի ղեկավարությունը ցանկանում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, ապա ոչ մի խոչընդոտ չկա։ Այս մասին Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե նրանք խոսելու ցանկություն ունեն, ապա գիտեն ինչպես գտնել ինձ, գրել է նա։ ԱՄՆ առաջնորդը նաև հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի բանակցություններն արդեն կայացել են, դրանք անվանելով Շինծու։ Իսրայելի պաշտպանության բանակը Ցախալը մի շարք նոր լայնածավալ հարվածներ է հասցրել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Այս մասին իսրայելցի զինվորականները հայտարարել են իրենց պաշտոնական Telegram ալիքներում։ Իսրայելի զինված ուժերի տվյալներով ոչնչացվել են տասնյակ ենթակառուցվածքային օբյեկտներ, հրթիռների եւ արձակման կայանքների պահպանման համար նախատեսված։ Բացի այդ, Իրանի արևմուտքում հարվածներ են հասցվել զենիթային հրթիռների արձակման կայանքներին եւ անօդաչու թռչող սարքերի պահպանման վայրերին, հայտնել է աղբյուրը։ Իսրայելի պաշտպանության բանակը Ցախալը առաջին անգամ կիրառել է երկաթե ճառագայթ լազերային հակաօդային պաշտպանության համակարգը, խոցելու իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։ Տեղեկությունը հայտնել է Իսրայելի դեսպանության ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ըստ դեսպանության լազերային համակարգը փորձարկման ռեժիմով արդեն օգտագործվում է իրանական հարձակումները կասեցնելու համար, իսկ ներկայիս կիրառությունը Իրանի հետ հակամարտության ժամանակ առաջինն էր իրական մարտական իրավիճակում։ Երկաթե ճառագայթը նախատեսված է փոքր հեռահարության հրթիռների, ականների եւ անօդաչուների ոչնչացման համար։ Մինչև 7 կիլոմետր շարավղով այն լրացնում է երկաթե գմբեթ համակարգը, խոցելով այն թիրախները, որոնք չափերով չափազանց փոքր են ավանդական միջոցներով ֆորսալու համար։ Պենտագոնը դեռևս չի պատրաստվում Իրանում ցամաքային գործողություն իրականացնել, այս մասին հայտում է ՌԻԱ Նովիսի թղթակից Անդրեյ Կոցը։ Ինչպես գրում է թղթակիցը, ամերիկյան ռազմաօդային ուժերը Եվրոպա են տեղափոխել ավելի քան 30 KS-135 եւ KS-46 լիցքավորող ինքնաթիռ, պաշտոնապես ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար։ Դեռևս պարզ չէ, թե ինչ նպատակով երկու հնարավոր սցենար կա։ Առաջինը դաշնակիցների օդուժին աջակցելն է, երկրորդ տարբերակը ԱՄՆ-ի անմիջական մասնակցությունն է հակամարտությանը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այս մասին բազմիցս դիմել է Վաշինգտոնին, սակայն մինչ այժմ նրան մերժել են, գրում է Կոցը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին թույլ չի տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատասխանել G7-ի հանդիպմանը, մամուլի ներկայացուցիչների հարցերին գրում է Daily Mail-ը։ Քարնին ընդհատել է Թրամփի հարց ու պատասխանը լրագրողների հետ այն սկսվելուց 8 րոպե անց։ Ես պատրաստվում եմ, այսպես ասած, հանդես գալ որպես G7-ի նախագահ, քանի որ նախագահն ու նրա թիմը եւս մի քանի րոպե ունեն, ասել է վարչապետը։ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչի հետևանքով Թել Ավիվ քաղաքը իրանական ԶԼՄ-ների ամբողջությամբ կաթված է արել։ Արտաքին դիվանագետները եւ տեղացիները սկսում են հեռանալ երկրից։ Իրանական աղբյուրները հայտնում են, որ հարվածներից հետո Թել Ավիվում խաթարվել է էլեկտրամատակարարումն ու վառելիքի մատակարարումը։ Քաղաքացիները հիմնականում գտնվում են ապաստարաններում, իսկ արտասահմանյան դիվանագետներն ու իսրայելցիները լքում են երկիրը ցամաքով դեպի Հորդանան եւ ծովով դեպի Կիպրոս։ Իսրայելի բանակը հայտնել է Իրանից արձակված
ստացված նոր հրթիռների մասին, ինչից հետո Թել Ավիվում պայթյուններ են տեղի ունեցել եւ օդային տագնապի ազդանշաններ են հնչել երկրի մի շարք շրջաններում։ Զինվորականները կոչ են արել բնակչությանը մնալ ապաստարաններում մինչեւ լրացուցիչ տեղեկացում։ Ավստրիայի փոխկանցլեր Անդրեաս Բաբլերը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն առաջարկել է ընտրել Ավստրիան որպես Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլի անցկացման վայր։ Այս մասին հայտնում է ավստրիական Express հրատարակությունը։ Որպես չեզոք երկիր Ավստրիան իդեալական վայր կլիներ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների համար, ասել է նա։ Բաբլերի խոսքով Վիեննան դիվանագիտական հարաբերությունների երկար ավանդույթ ունի։ Պետության ներկայացուցիչը նաեւ հիշեցրել է, որ Վիեննայում է գտնվում Եվրոպայի ՄԱԿ-ի կենտրոնակայանը։ Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը, ավելացնելով 10 անհատի եւ 20 նավ, որոնք ենթադրաբար կապված են Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքում։ Հակառուսական պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում ավելացվել են 10 նոր անհատ եւ 20 նոր նավի անվանում, ասվում է փաստաթղթում։ Նշվում է նաեւ, որ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ՌԴ պաշտպանության նախարարության խորը ծովային հետազոտությունների գլխավոր տնօրինության դեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի լավ տարբերակ է փնտրում, քան հրադադարը Մերձավոր Արևելքում եւ ձգտում է հասնել հակամարտության իրական ավարտին։ Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է Reuters-ը։ Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ այնքան էլ հակված չէ անձամբ բանակցել Իրանի հետ։ Նրա խոսքով ինքը կարող է Թեհրանի հետ բանակցելու համար ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսին եւ Մերձավոր Արևելքի հարցերով իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը դեռևս Թեհրանին չի դիմել խաղաղ բանակցություններ վարելու առաջարկով։ Տաշիր գրուպ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն անդրադարձել է երկրի ղեկավարի կողմից հոգևորականների վեհափառ հայրապետի մասին վիրավորական եւ թիրախավորող հրապարակումներին։ Նա նշել է, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա իրենց ձևով են միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Վերջին շրջանում եկեղեցու եկեղեցականների եւ հատկապես ամենայն հայոց կաթողիկոսի, ինչպես նաեւ նրանց աջակցող անձանց նկատմամբ արշավ սկսած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր է ինչ սպառնալիքներ չէր հնչեցրել, սակայն լռությունը երկար չտևեց, հավանաբար պայմանավորված տարբեր քաղաքական գործիչների արձագանքով։ Փաշինյանը հոգևորականների վերաբերյալ հերթական աղմկոտ հրապարակումն է արել։ Հաստատում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին կայցելի Թուրքիա, երկկողմ այց է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այդ այցը պատմական այց է, որովհետև Հայաստանի Հանրապետության ղեկավարը առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու, նշել է Սիմոնյանը։ Նա նաև անդրադարձել է ընդդիմությանը, պնդելով, թե Հայաստանի ընդդիմությունը շատ թույլ է եւ ասել է. իրենք քաղաքականությունից շատ հեռու են, նոր են սովորում, թե քաղաքականությունն ինչ է, որովհետև իրենց ժամանակ քաղաքականություն չի եղել են մեկ անձի հրամայական ու խաղի կանոններ, եզրափակել է Ալեն Սիմոնյանը։ Հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակել են ապարանի տարածաշրջանում հունիսի 15-ին գրանցված ուժեղ քամու հետևանքների վերացման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվել են Ապարան քաղաքում եւ Լուսագյուղ բնակավայրում։ Ապարանում ուժեղ քամու հետևանքով վնասվել են շուրջ 140 բնակելի տուն եւ ավտոտնակ, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի եւ 17 կազմակերպությունների տանիքներ, 34 տրանսպորտային միջոց, մոտ 200 ծառ, 60 էլեկտրական սյուն, 50 փողոցային լուսավորության սյուն եւ 15 արևային կայան։ Աշխատանքները շարունակվել են ամբողջ ծավալով, ուղղված բնական աղետի հետևանքների վերացմանն ու բնակչության բնականոն կենսապայմանների վերականգնմանը։
Գիշերային հարվածներից հետո Կիևում վնասվել են կարևորագույն ենթակառուցվածքներ հայտնելու Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ղեկավար Կլիմենկոն Ուկրաինայի մայրաքաղաքում կրկին օդային տագնապ է հայտարարվել։ Գիշերը Կիևի Ժուլիանի օդանավակայանի վրա հարձակում եւ պայթյուններ են եղել, որից հետո սկսվել են էլեկտրաէներգիա անջատումներ, հայտնել են տեղական լրատվամիջոցները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ ցանկանում է, որ Իրանի միջուկային խնդիրը լուծվի։ Նրա խոսքով Իսրայելը կընդլայնի Իրանի դեմ իր ռազմական արշավը։ Դուք դրա մասին կիմանաք 2 օրից, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Նա նշել է, որ ցանկանում է, որ Իրանի իշխանությունները լքեն Թեհրանը խաղաղ բնակիչների անվտանգության համար, ըստ Թրամփի Իրանը շատ մոտ է միջուկային զենք ստանալուն։ Թրամփը նաև անդրադարձել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի նկատառմանը, թե ԱՄՆ նախագահը լքել է G7 գագաթնաժողովը եւ գնացել Վաշինգտոն Իսրայելի եւ Իրանի միջև հրադադարի հասնելու համար։ Սա ճիշտ չէ եւ որևէ կապ չունի հրադադարի հասնելու հետ։ Խնդիրն ավելի լուրջ է, Էմանուելը միշտ սխալ է հասկանում հարցերը։ Ես չգիտեմ նա դա անում է դիտավորյալ թե ոչ, նշել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը հրապարակային դիրքորոշում է ձևավորում Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությանը Վաշինգտոնին անմիջական մասնակցության օգտին, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Հեղինակների կարծիքով Թրամփի տոնի փոփոխությունը տեղի ունենում այն ֆոնին, երբ Միացյալ Նահանգները ռազմանավերն ու ինքնաթիռները տեղափոխում են տարածաշրջան արձագանքելու հետագա էսկալացիային։ Բացի այդ նշվում է, որ Իսրայելին դեռ չի հաջողվել ոչնչացնել իրանական ուրանի հարստացման գործարանը Ֆորդոում, որը գտնվում է գետնի տակ։ Դրա համար հրեական պետությանը պետք կլինի ամերիկյան Massive Ordnance Penetrator ռումբը, սակայն Իսրայելը չունի զինամթեր կամ ռմբակոծիչ, որն անհրաժեշտ է դրանք հասցնելու համար։ Ռումբը ներկայումս առաքվում է B2 գաղթակողի ռմբակոծիչով, ասվում է տեքստում։ Ըստ AP-ի խորացնել ամերիկյան միջամտությունը հնարավոր է իսրայելցիներին բունկերային ռումբեր մատակարարելով, ներթափանցելով իրանական միջուկային օբյեկտներ, որոնք գտնվում են գետի խորքերում, կամ տրամադրելով ԱՄՆ-ի այլ ուղղակի ռազմական աջակցություն։ Իրանական հարվածները Իսրայելին կատված են արել Թել Ավիվը քաղաքի բնակչությունն իր ժամանակի մեծ մասն անց է կացնում ապաստարաններում։ Այս մասին հայտում է իրանական Ֆարս լրատվական գործակալությունը։ Հունիսի 17-ին Իսլամական Հանրապետության զինված ուժերից համակային զորքերի հրամանատար Կայումարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանը հարձակվում է Իսրայելի վրա, օգտագործելով նոր զինատեսակներ։ Նրա խոսքով առաջիկա ժամերին այդ հարձակումները կուժեղանան։ Նա նաև հայտնել է, որ վերջին 1 օրվա ընթացքում տարբեր տեսակի անօդաչու սարքեր ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում եւ Հայֆայում։ Երկար սպասված Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգից մեկ կրակոցը բավականին մեծ գումար կարժենա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար, այս մասին հայտում է Wall Street Journal-ը։ Սա թանկարժեք եւ պահանջված զենք է, որը Զելենսկին տարիներ շարունակ փորձում է ձեռք բերել ավելի մեծ քանակությամբ։ Զինամթերքի մեկ լիցքավորումը կարող է միլիոնավոր դոլարներ արժանալ, ասվում է հրապարակման մեջ։ Հրապարակման հեղինակներն ընդգծում են, որ Ուկրաինան ունի այդ համակարգերի սահմանափակ քանակություն, մինչդեռ Վաշինգտոնը չի շտապում մեծ քանակությամբ զենք մատակարարել։ Արդյոք հակասահմանադրական գործողություն չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցին ու եկեղեցականներին թիրախավորելու գործելավոճը։ Այս մասին ազգային ժողովում լրագրողները հարց են ուղղել արդարադատության նախարար Սրփուհի Գալյանին, սակայն վերջինիս վրդովեցրել է եկեղեցու եւ կուսակրոնության մասին հարցը։ Ավելին նախարարը ճեպազրույցը կիսատ է թողել ու հեռացել։ Մենք ունենք հակաիրավական գործողության հասկացությունը։ Հակաիրավական գործողությունները լինում են 2 տեսակի՝ զանցանք եւ հանցանք։ Եվ իհարկե լինում են այլ իրավախախտումներ, որոնք ենթակա են քաղաքացիական պատասխանատվության, եթե կա սահմանված կարգով ընդունված դատական ակտ։ Սահմանադրական խախտում ասելու եկեղեցու գործերի միջամտելու իրավունք ով ունի։ Պետությունը ունի։ Լավ, եկեք հարցը հետեւյալ համատեքստում դիտարկենք։ Եկեղեցին սահմանադրական մարմին է թե ոչ։ Այս հարցի պատասխանը ունեք։ Չէ, ես շարունակում եմ։ Եկեղեցի սահմանադրական մարմին այսինքն երկու բարի լինեք հաջորդ անգամ լսել մարդուն ում եք հաց, ես շատ մեծ սիրով եւ շատ երկար ժամանակ կտրամադրեմ ձեզ պատասխանելու ձեր բոլոր հարցերին։ Բայց դուք խոսում եք այնինչ ուզում եք խոսել, դուք հարցերին չեք պատասխանում։ Ես այլևս պատասխանում եմ իմ խոսքը։
Առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն այդ առաջարկի հետ կապված Ադրբեջանը պաշտոնական պատասխան չի տվել։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Նա մանրամասնել է, թե ինչ առաջարկի մասին է խոսքը եւ ընդգծել, որ դրանից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը եւ ընդհանրապես տարածաշրջանը։ Դուք գիտեք, որ տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանը ունի իր հստակ պատկերացումը, մեծ հաշվով դա խաղաղության խաչմերուկ նախագիծն է, եւ նաեւ Հայաստանը հստակ առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին, Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան եւ Հայաստանից Հայաստան, այսինքն Հայաստանի կենտրոնական շրջաններից դեպի Մեղրի Նախիջևանի տարածքով անցման իր պատկերացումը, այդ պատկերացման եւ այդ առաջարկի դետալները վարչապետ Փաշինյանը ներկայացրել է նաեւ վերջերս Երևանյան երկխոսության իր ելույթի ընթացքում ավելի տեխնիկական դետալները եւ այս առաջարկի հետ կապված Ադրբեջանը մինչեւ օրս պաշտոնական արձագանք չի տվել։ Ես կարծում եմ, որ այս առաջարկը չափազանց լավ առաջարկ է եւ այս առաջարկը կլուծի ճանապարհների եւ կոմունիկացիաների բացման խնդիրը եւ դրանից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը եւ ընդհանրապես տարածաշրջանը։ Պաղեստինյան արմատական համաշարժումը խնդրել է Ռուսաստանին ստիպել Իսրայելին պահպանել միջազգային իրավունքը Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու ժամանակ, ասել է Համասի քաղաքական բյուրոյի ղեկավարի տեղակալ Մուսա Աբու Մարզուկը։ Շարժման ներկայացուցիչը պնդում է, որ Գազայում սննդի հասանելիությունը Իսրայելն օգտագործում է որպես զենք, որը խախտում է միջազգային օրենքներն ու նորմերը։ Մարզուկի խոսքով բնական է, որ Համասը շրջվում է դեպի Ռուսաստան, քանի որ նա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է եւ որպես համաշխարհային տերություն կարող է օգնել իսրայելական պետությանը ստիպել պահպանել միջազգային իրավունքը։ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թունը հայտարարել է, որ եթե Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու փորձերը ձախողվեն, ուժի կիրառման տարբերակը չի կարելի բացառել։ Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։ Միացյալ Նահանգները ներկայումս հիմնականում պաշտպանողական դիրքերում է, բայց ինչ-որ պահի կարող է անհրաժեշտ լինել անցնել հարձակողական ռազմավարության։ Այնուամենայնիվ, նման որոշումները պետք է կայացնեն նախագահը, նրա թիմը եւ Պենտագոնը, ասել է Թյունը։ Նրա խոսքով ինքը չի ցանկանում կապել նախագահ Թրամփի ձեռքերը պաշտպանության հարցերում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է ասել, թե ինչ հանգամանքներում Վաշինգտոնը կարող է պատերազմի մեջ մտնել Թեհրանի հետ։ Սպիտակ տան YouTube ալիքը հեռարձակել է ամերիկացի առաջնորդի ելույթը։ Ես չեմ ուզում խոսել այդ մասին, ասել է Թրամփը պատասխանելով լրագրողի հարցին։ CNN-ի փոխանցմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը վախենում է, որ ամերիկյան բանակը կոնֆլիկտի մեջ կմտնի Իրանի հետ, քանի որ դա կարող է ազդել Թրամփի նկատմամբ ընտրողների վերաբերմունքի վրա։ Միառժամանակ նա հանրապետականների շրջանում բազեների ճնշման տակ է, նշում են լրագրողները։ Արևմտյան երկրները ստիպված կլինեն Ուկրաինային ստիպել գնալ փոխզիջումների, մարտերը դադարեցնելու համար, այս մասին գրում է Պոլիտիկոն։ Հեղինակները նշում են, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնումը կպահանջի շատ ավելի մեծ աջակցություն եւ էսկալացիա, ընդհուպ մինչեւ արևմտյան ուժեր ուղարկելը կամ ՆԱՏՕ-ի մասնակցությունը Մոսկվայի եւ Կիևի միջև հակամարտությանը։ Կիևի դաշնակիցները պատրաստ չեն ընդունել իրադարձությունների նման զարգացումը, ասվում է տեքստում, եւ դա բարդ, բայց ավելի ու ավելի անհրաժեշտ խնդիր է դնում։ Ուկրաինային աջակցելը կարող է շուտով նշանակել օգնել նրան ավարտել պատերազմը, ոչ թե հաղթել, գրում է Պոլիտիկոն։ Փոխզիջումային մոտեցումը կօգնի Ուկրաինային պահպանել իր ներկայիս տարածքները, նշվում է հոդվածում։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Ալի Մոհամմադ Նայինին հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը համակցված բնույթ է կրել, հաղորդում է Մեհր Նյուզը։ Իրանի զինված ուժերը զանգվածային հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել Հայֆային եւ Թել Ավիվին, հայտնել է նա։ Վլադիմիր Պուտինը միակ համաշխարհային առաջնորդն է, որ ուղիղ կապեր է պահպանում Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի ղեկավարության հետ, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխոսնակ Կոստանտին Կոսաչովը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում Ռուսաստանի միջնորդական դերին։ Կոսաչովի խոսքով այս հակամարտությունում չափազանց մեծ են ռիսկերը։ Հետևաբար, եթե այն դադարեցնելու շանսեր կան, ապա այստեղ պետք է օգտագործվեն ցանկացած հնարավորություններ։
Դա պետք է արվի իշահ խաղաղության եւ իշահ մարդկության։ Եվրամիության արտաքին գործերի նախարարները հունիսի 17-ին տեսակապի միջոցով ոչ պաշտոնական խորհուրդ կանցկացնեն քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում կապված Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության հետ։ Այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի խոսնակ Անվար Ալ-Անունին։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում իրավիճակի լրջությունը, Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը վաղը ծրագրել է տեսակոնֆերանս արտաքին գործերի նախարարների հետ։ Դա թույլ կտա մտքերի փոխանակում միաժամանակ համակարգել դիվանագիտական գործողությունները Թեհրանի եւ Թել Ավիվի նկատմամբ եւ քննարկել թե ինչպես վարվել, ասել է խոսնակը երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում։ Եվրամիությունը նրա խոսքով կողմ է լիցքաթափմանը եւ տարածաշրջանային անվտանգությանը եւ կշարունակի անել հնարավորը դիվանագիտական միջոցներով լարվածությունը թուլացնելու եւ Իրանի միջուկային ծրագրին լուծում գտնելու համար։ Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների միջոցով, նշել է Ալ-Անունին։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լիցքավորող ինքնաթիռներ է տեղափոխել Եվրոպա, Իսրայելի եւ Իրանի միջև զինված հակամարտության ֆոնին։ Այս մասին հայտնում է Պոլիտիկո պարբերականը։ Եթե Իրանը ցանկանում է խոսել, հիմա դրա իսկական ժամանակն է, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է երկխոսել, սակայն դա պետք է աներ դեռ վաղուց։ Նա նշել է, որ Թեհրանը չի հաղթում այս պատերազմում։ Միացյալ Նահանգներն աջակցում է Իսրայելին եւ այժմ նրանց մոտ ամեն ինչ լավ է ընթանում։ Եթե Իրանն ուզում է խոսել, հիմա ճիշտ ժամանակն է, ասել է Թրամփը։ Իրանի հետախուզական ծառայությունները Իսլամական Հանրապետության տարածքում հայտնաբերել են հեռակառավարվող Spike հակատանկային հրթիռային համակարգեր, որոնք տեղակայել են իսրայելցի գործակալները։ Այս մասին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տվյալներով Spike համալիրները, որոնք հագեցած են հեռակառավարման եւ ինտերնետի միջոցով կառավարման համակարգերով, նախատեսված են եղել Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները ճնշելու համար։ Հեռուստաալիքը սակայն չի նշել, թե որտեղ է գտնվել իսրայելական զենքը։ Իրանական տեղական լրատվամիջոցները հայտնել են նաև, որ երկրի անվտանգության ուժերը Թեհրանից հարավ գտնվող Ռեյ քաղաքում հայտնաբերել են անօդաչու թռչող սարքերի արտադրության գաղտնի գործարան, որը շահագործել է Իսրայելի Մոսադ հետախուզական գործակալությունը։ Եռահարկ շենքում հայտնաբերվել են ինքնաշեն ռումբեր եւ ավելի քան 200 կիլոգրամ պայթուցիկ նյութեր։ Գումարի դիմաց բանակում քիչ ծառայելու մասին աղմկահարույց նախագիծը չի ներառվել ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում։ Դեմը քվեարկել նաև նախագծի հեղինակը, քաղաքացիական խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը։ Քվեարկության 1 կողմ 87 դեմ 0 ձեռնպահ ձայներով ազգային ժողովը զինվորական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունների նախագիծը չի ներառել լիագումար նիստերի օրակարգ։ Կողմ քվեարկած միակ անձը ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն է։ Հայկ Սարգսյանն ինքը հայտարարել էր, որ դեմը քվեարկելու նախագծին։ Նշենք, որ այս նախագիծը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ բացասական եզրակացություն էր ստացել։ Նախագծով ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն, 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 20 միլիոն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում 15 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պայմանով, նաև առաջարկում էր պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային առավելագույն տարիքը 27-ի փոխարեն սահմանել 37 տարեկանը։ Ստորագրել ենք ճիշտ այն նախաձեռնության տակ, որի տակ պատիվ ունեմ խմբակցությունը։ Այս մասին ասել է ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում։ Նա շարունակել է պնդել, որ Հայաստան խմբակցության 28 падգամավորի ստորագրությունը պատրաստ է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար։ Ինչ ձևաչափով իրենց ստորագրությունն է, նույն ձևաչափով նաև մեր ստորագրությունը։ Եվ վերջը ցանկացած բանական մարդ հասկանում է, որ այս գործընթացը, որպեսզի հաջողություն ունենա, պետք է գեներացվի հանրային ճնշում ԿՊԱ-ական падգամավորների վրա, որպեսզի առնվազն եւս 2 հոգի ստորագրի, որպեսզի այդ հարցը մտնի օրակարգ, եւ 20 հոգի ստորագրի, որպեսզի Նիկոլ Փաշինյանին խորհրդարանը անվստահություն հայտնի։ ԿՊԱ-ականների նկատմամբ ճնշումները ո՞նց եք պատկերացնում, ինչը նրանց կստիպի, որ միանալ։ Դուք շատ լավ հարց եք տալիս, ես ասում եմ, դա հնարավոր է ապահովել բացառապես
հզոր, հուժկու հանրային ճնշման միջոցով։ Եվ հետևաբար մեր գործընկերները ճիշտ կանեին, գային, քննարկեին, թե ինչպես են այդ ճնշումը գեներացնում։ Տարածաշրջանում լարվածությունը կթուլանա, թե թեժ զարգացումներ կլինեն։ Հարցին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ անդրադարձել է կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։ Ապա խոսելով Հայաստանի վրա տարածաշրջանային լարվածության ազդեցության մասին, Աբովյանը նշել է, որ Իրանի թուլացումը կարող է գայթակղություն առաջացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, հարվածելու Հայաստանին։ Տեսեք, լարվածությունը թուլանալու միտում չունի, որովհետեւ միջուկային ծրագիրը Իրանի, որը ըստ պատրվակ էր Իսրայելին հարվածելու համար, այո, կրկնում եմ, պատրվակ էր, ինքը ավելի խորքային պրոցես է, որի մասին արդեն Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն բացահայտ ասում է, որ գնում է տարածաշրջանի վերաձևավորում։ Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել հունիսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում համայնքի տարածքում հորդառատ անձրևների եւ աննախադեպ կարկտահարման հետևանքով բնակիչները կրել են գույքային եւ գյուղատնտեսական խոշոր վնասներ։ Հունիսի 14-ից սկսած աղետից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները համայնքային ներկայացուցիչների հետ իրականացնում են կրած վնասների արձանագրումներ աղետից տուժած բնակավայրերում։ Այսօր Թել Ավիվն է, վաղը Նյու Յորքը, տեսեք, ես հասկանում եմ Ամերիկան առաջին հերթին սկզբունքը, բայց ես չեմ հասկանում։ Ամերիկան կործանված է սկզբունքը, ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը։ Նեթանյահուն հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցում է Իսրայելին եւ ինքը անձամբ գնահատում է ամերիկացի առաջնորդի աջակցությունը։ Նախորդ օրը Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է խոսել այն հանգամանքների մասին, որոնց դեպքում Վաշինգտոնը կարող է պատերազմ սկսել Թեհրանի հետ։ Լրագրողի հարցին ամերիկացի առաջնորդը պատասխանել է, որ չի ցանկանում խոսել այդ մասին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի բացառում սցենար, որի դեպքում փորձ կարվի չեզոքացնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հայտարարել է ABC News-ը։ Միաժամանակ Նեթանյահուն խոսելով այն մասին, որ չի բացառում Իրանի գերագույն առաջնորդին չեզոքացնելու հավանականությունը, կարծիք է հայտնել, որ դա ոչ թե կսրի հակամարտությունը, այլ կավարտի այն։ Իսրայելը դեռ պատերազմ չի սկսել, մենք ահում ենք այն եւ դադարեցնում ագրեսիան։ Այս հակամարտությանը վերջ դնել կարելի է միայն մեկ եղանակով՝ դիմակայելով չարի ուժերին, նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իրանը ցանկանում է վերսկսել միջուկային բանակցությունները, որպեսզի կարողանա շարունակել միջուկային զենքի մշակումը քննարկումների ընթացքում դա տեղի չի ունենա։ Միացյալ Նահանգների շահերից է բխում աջակցել Իսրայելին Իրանի միջուկային ծրագիրը չեղարկելու ջանքերում, նշել է նա։ Վրաստանը պատրաստ է խորացնել ռազմավարական գործընկերությունը ԱՄՆ-ի հետ, այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորոշվիլին հանդիպման ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդական White Talk-ի հետ, հաղորդում է Sputnik Russian։ Կողմերը քննարկել են Վրաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների հեռանկարները եւ տարածաշրջանային զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգությանը եւ Վրաստանի դերին տարածաշրջանում կայունության պահպանման գործում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ էր հղել Վրաստանի անկախության օրվա առթիվ, վերահաստատելով Վաշինգտոնի նվիրվածությունը երկու երկրների խաղաղ համագործակցությանը։ Ուկրաինան 2022 թվականից ի վեր առաջին անգամ բախվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների զենք մատակարարելու մերժմանը, գրում է բրիտանական The Telegraph թերթը։ Ինչպես գրում են հրապարակման հեղինակները, Կիևը ստիպված է ինքնուրույն այլընտրանքային ուղիներ փնտրել զինանոցը համալրելու ռազմական գործողությունները շարունակելու համար։ Նշվում է, որ Եվրոպան կարող է անհրաժեշտ զենք մատակարարել Ուկրաինային։ Նաև եվրոպական երկրները կարող են զենք գնել Ամերիկայի Միացյալ Նահանգներից կամ Ուկրաինան կարող է մեծացնել սեփական զենքի արտադրությունը Եվրամիության երկրների հաշվին։ Լրագրողները չեն նշում այն տարբերակը, որով Կիևը կարող է ինքնուրույն վերարտադրել իր զենքի պաշարները առանց այլ երկրների օգնության։ Եղանակը առաջիկա օրերին։ Հունիսի 17-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Հանրապետության տարածքում հունիսի 21-ի կեսօրից հետո 17-ից 18-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 17-ի կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի
19-ից 20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքում հունիսի 17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կաճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում։ Հունիսի 18-ից 21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։